Բարև ձեզ մեր սիրելի YouTube-յան դիտորդներ, այսօր ես եւ Լիլին սկսում ենք մեր ռեանիմացիա անվանումով ոդկասթների շարքը, որտեղ խոսելու ենք առողջապահական համակարգի մի շարք խնդիրներից։ Այո, այսօր մենք Մարիամի հետ միասին առանձնացրել ենք մի շարք խնդիրներ, որոնք հատկապես վերջին շրջանում արդիական են, առողջապահական համակարգին առնչվող թեմաներ են, ու քանի որ այս թեմաների հետ կապված քննարկումները այն մակարդակի չեն, ոնց կուզեինք որ լինեին, դրա համար մենք որոշեցինք սկսել այս ոդկասթը, ու այսօրվա համար մենք առանձնացրել ենք մի քանի հիմնական թեմաներ, որոնցից առաջինը ծնելիության մակարդակի նվազումն է Հայաստանի Հանրապետությունում։ Վերջին շրջանում Անահիտ Ավանեսյանը, ինչպես մենք խոսում էինք քիչ առաջ, հայտարարել էր այն մասին, որ 1 տարվա կտրվածքով Հայաստանի Հանրապետությունում ունենք ծնելիության մակարդակի նվազում շուրջ 8%-ով, ու այդ ցուցանիշը շատ վախեցնող է, որովհետև եթե մենք ծնելիության մակարդակի նվազման ենք գնում, սա բերելու է մի շարք խնդիրների, ինչպես նաև մեռելացնությունների դեպքերը այս տարի 10%-ով շուրջ ավելացել էին, եւ սա նույնպես շատ խնդրահարույց է եւ իհարկե ունի իր բազմազան ճյուղերը, ինչի պատճառով որ այդ ցուցանիշը գնալով բարձրանում է։ Ու ծնելիության մակարդակի նվազման հետ մեկտեղ Նիկոլ Փաշինյանը օրինակ ազգային ժողովում հայտարարություն է անում, հայտարարությամբ է հանդես գալիս, ասում է, որ օրինակ ծննդօգնության ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում այսուհետ պիտի լինի վճարովի ծառայություն, ինչը եւս խնդրահարույց է, որովհետեւ եթե մենք ունենք 8% ցուցանիշ, այսինքն 8% նվազում 1 տարվա կտրվածքով միայն, այդ պարագայում եթե դառնա այդ ծառայությունը վճարովի, ես կարծում եմ, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար երեխա ունենալը կդառնա ինչ-որ շատ ավելի բարդ մեծ խնդիր ավելի կդառնա, շուրջ 8%-ը մոտավորապես կազմում էր 2500 երեխա, եթե ճիշտ եմ հիշում, սոցիալական ֆոնին, վերաբերվող կցանկանայի նշել, որ այսօր նորաստեղծ ընտանիքների մոտ բավականին մեծ խնդիրներ կան ծնելիության հետ կապված, այսինքն մոտավորապես 15-ից 17% անպտղության դեպքեր են լինում նորաստեղծ ընտանիքների մոտ եւ այն միջոցները, որոնք որ պետք է կիրառվեն, բավականին թանկարժեք են, այսինքն դա կլինի ստուգումներ, ինչ որ պրոֆիլակտիկ անալիզներ կլինեն հանձնելու թե որոշակի հետազոտություններ, կարող է լինել նաեւ դեղորայքային խթանումներ եւ արհեստական բեղմնավորում։ Այս շրջանակներում պետությունը որևէ աջակցություն չի ներկայացնում այդ ընտանիքներին, սակայն այս ամենի հետ մեկտեղ հենց քպական падգամավորները իրենց ելույթներով նպաստում են արհեստական ընդհատումներին, այսինքն, եթե չեմ սխալվում, Նարեկ Զեյնալյանը, այո, քպական падգամավոր, մի ելույթով էր հանդես եկել, ըստ որի, որ նրանք ավելի մատչելի եւ ավելի արդյունավետ են դարձնում արհեստական ընդհատումները մինչեւ 8 շաբաթական դեղորայքային միջոցներով։ Այստեղ հատկանշական է ֆիքսել այն հանգամանքը, որ սա ոչ միայն չափահասների դեպքում է խրախուսվում, այլ նաեւ անչափահասների։ Խոսքը վերաբերում է 16-ից 18 տարեկանների, ովքեր առանց ծնողի իմացության, առանց ծնողի թույլտվության դիմում են բժշկական կենտրոն, օրինակ եթե վերցնենք մի գյուղական մարզ, այնտեղ կարող են դիմել գյուղական ամբուլատորիա, այնտեղից ստանալ պրեպարատ ու տնային պայմաններում իրականացնել այդ գործընթացը, բայց այստեղ կարևոր է ֆիքսել նաև այն, որ օրինակ կարող ենք մենք այսպիսի մի բան հասկանալ, կարող է մինչև ուշափաթական հղիության պարագայում անչափահասը մոտենալ բժշկական կենտրոն, այնտեղ առանց հետազոտությունների իրեն տրամադրեն այդ դեղորայքը, իսկ տնային պայմաններում կարող է ինքը այդ դեղը ընդունել, օրինակ ոչ թե մինչև ուշափաթական հղիության ժամանակ, այլ դրանից հետո, ինչը շատ ավելի մեծ վտանգների առաջականգնացնում, հա։ Այո, վտանգներն էլ նույնպես բազմազան են եւ քանի որ նման տարիքային, սահմանների մոտ տրամաբանական է որ հղիությունը առաջի անգամ է լինում, մենք գիտենք որ արհեստական ընդհատումները այդ պարագայում կարող են վերել այնպիսի խնդիրների, որ հետագայում վերարտադրողական համակարգը ընդհանրապես կարող է չգործել կամ կարող է այդ քո ասած պարագայում հենց մեկը ուշ օգտագործելու դեպքում լինի այնպիսի խնդիր, որ արդեն բժշկի միջամտության դեպքում հնարավոր չլինի փրկել հնարավոր է եւ հղին կամ նման իրավիճակ ստեղծվի, որ օրինակ հեռասեն ինչ-որ կանացի օրգաններից ու այլևս չկարողանա երեխա ունենալ այդ։ Բացի դրանից, այստեղ մահացության ցուցանիշը մենք կունենանք շատ մեծ, որովհետեւ այդ պայմաններում արյան վարակումներ կան արյունահոսություններ, որոնք հատկապես դեռահասների շրջանում մինչև չափահասության տարիքը շատ մեծ ռիսկեր են իրենց մեջ պարունակում ընդհատումների տեսանկյունից ու հատկապես
հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ անչափահասները այդ շրջանում հատկապես հնարավոր է լինեն շատ ավելի հոգեպես ընկճված, վախեցած ու քանի որ իրենց օրգանիզմի մասին տեղեկություններ շատ քիչ ունեն եւ հնարավոր է անգամ չունեն, այստեղ սեռական կրթությունն էլ այս շատ կարեւոր է, որը որ այսօր այն մակարդակում չէ, որտեղ որ պետք է լինի, կամ հնարավոր է ոչ ճիշտ ձևով է մատուցվում, քանի որ այս իշխանություններին բնորոշ է խեղաթյուրել ամեն բան։ Եվ քանի որ խոսեցինք վերարտադրողականության մասին, ես կարծում եմ կարող ենք նաեւ մի փոքր խոսել ապահովագրական ծրագրերի մասին, փաթեթի մեկ ընդհանուր, որը փորձում են ներդնել քանի տարի է արդեն 2022 թվականից խոսում են այդ մասին։ Այո, մոտավորապես 18 միլիոն, հա, եթե չեմ սխալվում։ Հա, 18 միլիարդ դրամ։ Միլիարդ, հա, սկզբնական շրջանում նախատեսեցին, բայց հետագայում այդ գումարները գնացին իրենց օֆերտայի պարտքերի մարմանը։ 2023 թվականը համարել էին նախապատրաստական տարի ու այդ շրջանում ինչ որ գործընթացներ պիտի իրականացնեին, բայց քանի որ դա տեղի չունեցավ ու 24 թվականին արդեն դա պիտի մեկնարկեր հուլիս ամսին, բայց մինչ օրս չի մեկնարկել, 24 թվականի համար չնախատեսեցին ֆինանսական միջոցներ, այս տարվա համար եւս կարծես թե ոչինչ չի արվում, չնայած հայտարարությամբ հանդես գալիս է պարբերաբար, ասելով որ 26 թվականից են նախատեսում, բայց իրենց ի սկզբանե այդ ասած 27 թվականը տեսնում ենք, որ այդպես էլ տեղի չի ունենալու։ Իրենց բնորոշ անգործության են այո մատնվում։ Ցանկանայի նշել, որ Անահիտ Ավանեսյան այս փաթեթի վերաբերյալ բավականին բարձր հայտարարություններ է անում, եւ մենք տեսնում ենք, որ արդյունք չկա։ Ասում է, որ ֆինանսական տեսանկյունից պետք է տարեկան 200,000 մոտավորապես վճարել, որպեսզի կարողանանք օգտվենք այդ փաթեթից ապահովագրական, որը որ ունի շատ խիստ սահմանափակ, հա, ինչ որ միջոցներ, միջամտություններ, որոնց մեջ չի մտնում հենց դեղորայքային ապահովումները հիվանդներին, իսկ մենք գիտենք, որ այսօր դեղորայքի հետ կապված շատ մեծ խնդիրների առաջ է կանգնած Հայաստանը, ինչպես նաև տարածված հիվանդություններ են շաքարային դիաբետը, սիրտանոթային հիվանդությունները, ինչպես նաև արդեն այս վերջի շրջանում շնչառական տարբեր սուր հիվանդություններ, որոնք որ կան, բավականին տարածված են եւ այս թիրախային, հա, հիվանդությունների շուրջ պետք է ստեղծված լինի այս ապահովագրական համակարգը, այսինքն միջամտություններն են հետեւաբար հենց այդ ուղղվածություններով պետք է լինեն, բայց մենք այսօր ունենք շատ խնդիրներ, որոնք որ ներառված չեն այս փաթեթում։ Այսինքն ապահովագրության փաթեթ կոչվածը, ինչը իրենց ենթադրում է, որ օրինակ եթե մարդը ունենում է ինչ-որ սուր առողջական վիճակ կամ այնպիսի հիվանդություն է այդ պահին ախտորոշվում, որ պետք է անհապաղ ինչ-որ միջոցներ ձեռնարկել, բայց շատ հավանականությունը մեծ է, որ այդ ծառայությունները հատկապես այդպիսի լուրջ հիվանդությունների պարագայում ընդգրկված չեն լինի այդ փաթեթի մեջ։ Իհարկե, բացի դրանից ԲԿ-ների, հա, ինչ որ պետք է վերանորոգումներ անեին եւ այլն, որոնց համար որ ֆինանսավորվել էին, սակայն այսօր մենք ունենք մի պատկեր, ըստ որի որ կառուցվում են հիվանդանոցներ, ուղղակի ժապավենը կտրվում է եւ այդ հիվանդանոցի դռները այլևս փակվում են պացիենտների համար, նաեւ սարքավորումներով հարստացվածությունը, որը որ այսօր ուղղակի չկա, բացակայում է, այսինքն մանավանդ մարզերում մեծ մասը սարքավորումներ չունեն, այսինքն տարական հետազոտություններ անցնելու համար, օրինակ ռենտգեն, ԿՏ, MRT եւ այլն, պետք է գան, հասնեն Երևան, որպեսզի այդ առաջին կարևորագույն օգնությունը նրանք ստանան։ Դե բժշկական կենտրոնների հետ կապված հատկապես մարզերում խնդիրները շատ են։ Եթե օրինակ վերցնենք մի քանի ամիս առաջ, ուրեմն լրատվականներից մեկում տեղ գտած նյութը, դրա համաձայն մի բժշկական կենտրոնում, մարզերից մեկում, այնտեղ բուժաշխատողներին պարբերաբար մի տեղից մյուս շենքն էին տեղափոխում ու պատճառաբանում էին վերանորոգման աշխատանքներ կատարելու այդ հանգամանքով, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ, հետագայում իրենք ասեցին, որ նոր շենք պիտի կառուցեն, բայց նորից դա տեղի չունեցավ, փոխարենը ինքը պարբերաբար այցելում է մարզեր, տարբեր հայտարարություններ են տեղ ունենում, բայց դրանք առավելապես քաղաքական բնույթի են, ոչ առողջապահական ոլորտի հետ կապված։ Մենք նաև խոսում ենք մորգերից, եթե ճիշտ եմ դիահերձարաններում նորից վիճակը շատ վատ է, օրինակ հատկապես մարզերում, օրինակ Մեղրիում չկա դիահերձարան, Վարդենիսում չկա դիահերձարան ու իրենք նորմալ են համարում 70 կիլոմետր մարմինը տեղափոխելը
մյուսները 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող դիահերձարան, այդքան էլ 70 կիլոմետր չէր, բայց իրենց տեղագրական գիտելիքները մոտավորապես այդքան են։ Ինչպես նաև կցանկանայի խոսեի մարզերի հետ կապված արտագաղթից։ Արտագաղթը բժիշկների շրջանում, այսինքն մարզերում հիմնականում բուժանձնակազմի հագեցվածությունը գիտենք, որ շատ քիչ է, այսինքն կան մարզեր, որտեղ որ կոնկրետ մասնագիտացված բժիշկներ ինչ որ որևէ ոլորտի չկան, եւ այսօր արտագաղթը ոչ միայն երկրից դուրս է, հիմնականում կա նաև մարզերից դեպի Երևան ավելի ձգտում բժիշկների շրջանում, որը որ նույնպես խնդրահարույց է։ Բայց Երևանից էլ են գնում։ Հայաստանից գնում են։ Ընդհանուր, հա, քանի որ նպաստում են։ Ես կարծում եմ, եթե առողջապահության նախարարը չի կարողանում կառավարել ոլորտը հավուր պատշաճի, նորմալ է, որ բժիշկներն էլ չեն ցանկանա այդ ոլորտում աշխատանք տանել։ Դե խիստ օրինաչափ գործընթաց է, ես կարծում եմ, բայց հատկապես այն բժիշկների շրջանում, ովքեր ունեն այնպիսի կրթություն, հատկապես գիտեն որոշակի լեզուներ, իրենք ավելի հեշտ են ինտեգրվում այլ հասարակությունում, այլ երկրում, այնտեղ ավելի հեշտ են անցնում աշխատանքի, ավելի բարձր վարձատրվող աշխատանք են ունենում, քան Հայաստանում, ու ցավոք սրտի դրա արդյունքում մենք Հայաստանում ունենում ենք բժիշկների պակաս, հատկապես եթե դիտարկենք մարզերում, նորից մարզերում կան մի շարք ուրեմն բժշկական հաստատություններ, որտեղ չկան նեղ մասնագետներ, այո։ Ինչպես նաև ոչ միայն բժիշկների, այլ ուսանողների շրջանում էլ վերջերս համարյա թե ընկերներիս մեծ մասի հետ զրուցելուց խոսում ենք բոլորս նրա մասին, որ ցանկանում են գնան երկրից դուրս արտինատուրան մանավանդ սովորելու, քանի որ առողջապահության նախարարը կրկին որոշել է փոփոխություններ կայացնել նաև կրթական, հա, համակարգում, եւ գիտես որ տարիները երկարացնում են, փորձում են ավելի երկարացնել արտինատուրայի ուսումնական տարիները եւ վարձավճարները ուղղակի գտնվում են իրենց պատմական պիկի վրա, քանի որ վճարին համապատասխան կրթություն չեն տալիս եւ այսպես վարձավճարները տարիները երկարացնել, լիցենզավորման, հա, մասին էլ խոսեցինք։ Այս ամեն ինչը նպաստում է, որ ուղղակի թողնեն եւ գնան դրսում, հա, արտերկրում։ Բացի դրանից արդեն իսկ ինչ որ մասնագիտացում ստացած մարդիկ բժիշկները չեն կարողանում շատ հաճախ ստանալ լիցենզիա, կամ օրինակ այդ լիցենզավորման process-ն են իրենք բարդացրել, կամ օրինակ եթե դիտարկենք բժշկական կենտրոնների տնօրեններ նշանակելու հետ կապված խնդիրը, այնտեղ տնօրենների նշանակման մրցույթը, որ կազմակերպում են, իրականացվում է շատ անարդար կերպով, ու հիմնականում իրենք արդեն իսկ գիտեն թե ում պիտի նշանակեն, ուղղակի ինչ-որ շոու են կազմակերպում, որպեսզի կարողանան տենց ցույց տալ ու մարդկանց աչքերին թոս փչել, որ իրենք արդար ինչ-որ մրցույթ են իրականացնում։ Իրենց բնորոշ կերպով կրկին անգամ։ Նաև ահազանգներ էինք շատ ստացել ուսանողությունից, որ վերջի 2 ամիսներին նախատեսված քննությունները, որոնք որ պետք է լինեն դեկտեմբերին, այսինքն օրինակ ստամատոլոգիական կրթություն ստացած այդ մասնագետով պետք է դառնա ստամատոլոգ, պետք է քննությունը հանձնի լիցենզավորման համար, ինչու ոչ նաև գինեկոլոգիա, կարդիոլոգիա։ 2 ամիսը շատ քիչ ժամանակ է, որպեսզի քննությունները հանձնեն կամ լիարժեք տիրապետեն այդ նեղ մասնագիտությանը, եւ այս փոփոխությունների պատճառով խոսվում է, որ պետք է դատի տան առողջապահության նախարարին ուսանողները։ Տեսնենք ինչ ընթացակարգ կունենա։ Նաև կցանկանայի խոսել դեղամիջոցների մասին, որովհետև Հայաստանում այսօր շատ մեծ խնդիր կա կապված դեղամիջոցների հետ։ Հագեցվածությունը Հայաստանում դեղամիջոցների չափազանց ցածր է։ Գների առումով էլ ունենք խնդիրներ, այո, եւ հիմնականում ներմուծումը, որը որ անում են, լինում է կամ Վրաստանից, կամ Թուրքիայից։ Ինչպես նաեւ շաքարային դիաբետի դեղերը հիմնականում ներմուծում են Թուրքիայից, եւ գիտենք, որ այդ ներմուծման համար կա միջավայր, կամ պայմաններ, որոնք որ պարտավոր են պահեն, այսինքն ջերմաստիճանը, խոնավությունը, լուսավորությունը, ինչու ոչ նաև ժամկետները, որոնք որ բավականին մեծ խնդիր են, չեն պահվում, որևէ նորմ չի պահվում եւ չգիտես այդ դեղամիջոցը որ ընդունես, հետագայում օգուտ կտա թե ավելի կվնասի, սա շատ մեծ խնդիր է եւ որևէ լուծում չի ստանում, նաեւ կա հստակ դեղամիջոցներ, որոնք որ պարտավոր են ունենալ, այսինքն մոտավորապես 350 դեղամիջոց պարտավոր ունենալու դեղերն են, այսօր այդ 350-ից մոտավորապես 260-ը կա
առկա։ Սա նույնպես բավականին մեծ խնդիր է, այսինքն այն մինիմալ նորմերն անգամ չեն պահվում։ Դեղերի գրանցման հետ կապված ունենք մի շարք խնդիրներ, որովհետև խոշոր դեղագործական ընկերությունները Հայաստանից գնում են, այն պատճառով, որ չեն գրանցվում Հայաստանում, իսկ այդ ընկերությունները մի քանի ամիս սպասեցին, որպեսզի գրանցում ստանան, ընդհանուր առմամբ այդ գրանցման process-ն շատ կարճ ինչ-որ process է, որ կարելի էր իրականացնել, բայց այս իշխանությունները անգամ դա չարեցին ու դրա արդյունքում խոշոր դեղագործական ընկերությունները Հայաստանից գնացին։ Դրա արդյունքում մենք ունենք դեղերի խիստ պակաս, գների աճ այդ ֆոնին։ Եթե դիտարկենք տարածաշրջանում, հիմնականում ամենաթանկ երկիրը գների առումով դեղերի Հայաստանն է համարվում, դրանից հետո Վրաստանը, հետո Թուրքիան։ Այսինքն օրինակ հատկապես եթե վերցնենք ինչ-որ լուրջ պրեպարատներ, օնկոլոգիական պրեպարատներ, դրանք շատ հաճախ ձեռք են բերվում վրացական շուկայից, այսինքն մարդը ով ունի որոշակի առողջական խնդիրներ, ում հարազատը գտնվում է շատ վատ վիճակում առողջական առումով, դիտարկում է ավելի շատ գնալ հասնել վրացական անցակետ, անցնել սահմանը, այդ անցակետում տեղակայված դեղատնից ձեռք բերել այդ դեղորայքը, քան Հայաստանից, ընդ որում Հայաստանում էլ քիչ կա այդ դեղերից, եթե կա էլ ինչ-որ ստվերային շրջանառությամբ դա ուրեմն տարածվում, հիմնականում գնում են վրացական շուկայից են գնում, իսկ եթե երկու անգամ ավելի մատչելի տարբերակ են դիտարկում, այդ դեպքում գնում են Թուրքիայից են բերում այդ դեղորայքը։ Ինչպես նշեցի, շաքարային դիաբետը բավականին որ տարածված է, այսօր պոլիկլինիկաներում չեն տրամադրում շաքարային դիաբետի դեղամիջոցները երեխաներին անգամ, եւ այս պարագայում դիմում են հիմնականում Թուրքիային, այսինքն թուրքական դեղամիջոցներն են ներմուծում, որը որ իրենից բավականին մեծ ռիսկեր է ենթադրում, այսինքն մենք չգիտենք անվտանգությունը պահվում է թե ոչ, որովհետև չես կարող ասել ինչ դեղամիջոցներ կարող են ներմուծել եւ որակը եւ ամեն ինչը, չգիտեմ, թուրքականը ոնց որ ավելի շատ սատար են, քան թե հայկականը եւ սա նույնպես այս իշխանության գործունեության մասին է խոսում։ Քանի որ խոսեցի շաքարային դիաբետից, մի քանի ամիս առաջ մամուլում մի նյութ տեսա, որտեղ ասվում էր, որ շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողները ահազանգում են այն մասին, որ պոլիկլինիկաներում չեն տրամադրում հասարակ ինսուլին եւ շաքարի ուրեմն համար նախատեսված դեղեր, իսկ ինչպես գիտենք, այդ հիվանդությունը ինքը մշտական բնույթ ունի, դա պարբերաբար պիտի հսկողության տակ պահվի, իսկ ինսուլինը այն պրեպարատն է, այն նյութն է, որը անհրաժեշտ է շաքարային դիաբետի ժամանակ կենսական կարևոր նշանակություն ունի։ Իսկ իրենք ամիսներ շարունակ երեխաներին չէին տրամադրում այդ դեղորայքը, դրանից մեծ աղմուկ բարձրացավ, հետագայում Ավանեսյանը համաձայնեց հանդիպել ծնողների հետ, բայց ոչ, դրանից հետո ծնողները ասացին, որ իրենց խնդիրը ըստ էության ոչ մի լուծում չստացավ, ընդհակառակը իրենց հաշմանդամության թոշակները երեխաների կտրեցին ու այստեղ կարևոր է նաև որ այդ թոշակներն էլ ինչ որ փոքր թվի մասին էին, բայց գոնե ինչ որ մինիմալ ծախսեր փակում էին այնուամենայնիվ, բայց այս պարագայում դա էլ չկա։ Կրկին անգամ իրենց բնորոշ ձևով են։ Կցանկանայի նաև խոսել մի շատ կարևոր ինձ համար թեմայի մասին։ Այսօր բացի տարածված հիվանդություններից, ինչպես նշեցինք, քաղցկեղը, շաքարային դիաբետը, կա մի հիվանդություն, որը որ հստակ բնութագրում չունի եւ անվանում են հիմնականում կարոտախտ։ Կարոտախտը որևէ հստակ վիճակ չունի, բայց նա վիճակ է, որը ավելի սենց հոգևոր բնույթ է կրում հիվանդության, սա հայրենիքի կարոտի մասին է խոսում, այսօր մեր շատ հայրենակիցներ տառապում են այդ հիվանդությամբ, մանավանդ Արցախից բռնի ուժով տեղահանված մեր հայրենակիցները, կարոտում են իրենց տան, իրենց ծննդավայրին եւ այս իշխանությունները գնալով նպաստում են նրան, որ այս հիվանդությունը ավելի մեծ տարածում ունենա, ինչը որ շատ ցավալի է։ Նաեւ փորձում են հանել այն արժե համակարգերը, որոնք որ մշտապես պահվել են, այն պահպանողական հայացքները, մեր պատմությունն են փորձում խեղաթյուրել, եկեղեցուն են մեծ հարվածներ հասցնում, այն եկեղեցուն, որը որ կրթել է եւ տվել է արժանի սերունդ, որը որ միշտ մեր հայրենիքը պաշտպանել է եւ այս քաղաքականությամբ իրենք ոչ միայն կրթությանը, այլ նաև մեր հոգևոր վիճակին են նպաստում որպես այդպես վնաս տալով։
Շատ ճիշտ բնութագրեցիր այդ իրական Հայաստանի կոնցեպտը, որը իրենք փորձում են հրամցնել հայ հասարակությանը, ինչը ես կարծում եմ մեծագույն խնդիր է, հատկապես վերջին շրջանում, ու երբ որ իրենք որոշակի սիմվոլների դեմ են արշավ սկսում, մեր եկեղեցու հոգևոր հայրերի դեմ են սկսում այս կեղտոտ արշավը, իրենք դրանով այդ թուրքական ջրաղացին են ջուր լցնում ուղակի ու փորձում են անգամ եկեղեցու պատմությունը առարկան դպրոցից դասագրքերից այդ առարկան դուրս մղելով պատմությունը Հայաստանի պատմությունը ներկայացնելով այո դրանով փորձում են խեղաթյուրել մեր պատմությունը, փորձում են որոշակի հետք թողնել մեր պատմության վրա, բայց ուզում եմ ասել, այստեղ նաև շատ կարևոր է հենց առողջապահության նախարարի հայտարարությունները դիտարկելը, որովհետև ինքը ինչ որ հայց էր պատրաստվում ներկայացնել մեր հոգևոր հայրերից մեկի Բագրատ Սրբազանի նկատմամբ։ Զբաղվում են ամեն ինչով, բացի առողջապահությունից, հա, ինչպես նկատում։ Իրենք ավելի շատ քաղաքական հայտարարություններ են անում ըստ էության, ինչ որ դիվիդենտներ հավաքելու, ընտրություններից առաջ ինչ որ ելույթներ ունենալու համար, բայց ըստ էության առողջապահական ոլորտում ոչ մի էական ներդրում իրենք չեն ունեցել, հակառակը կործանիչ ուրեմն կառավարում է իրանց օրոք տեղի ունեցել ու երբ որ ինքը օրինակ գնում է մարզեր, այնտեղ ինքը հանդես է գալիս ավելի շատ քաղաքական հայտարարություններով, ինչպես նշեցի, ու օրինակ մարզերից մեկում ինքը խոսում էր այն մասին, որ մի խոսքով պիտի այնպես անեն, որ մարզերում բժշկական կենտրոնները հասցնեն Երևանի մակարդակին, բայց ինչպես տեսնում ենք, մարզերում շատ վատ վիճակ է, օրինակ մարզերից մեկում իրենք ՔՊԱ-ականների ժողով են կազմակերպում տնօրենի սենյակում, այդպիսի խոսակցություններ կան մամուլում, նաև խոսակցություններ կան, որ բժշկական կենտրոնում բուժաշխատողներից հավաքում են ժողովի ժամանակ հեռախոսները, պայուսակները, որպեսզի ինչ որ արտահոսք չլինի, բայց ուրեմն մենք տեսնում ենք, որ ըստ էության այդ լուրերը տեղ են հասնում ու այդ հայցնել, որ իրենք պատրաստվում էին ներկայացնել ուրեմն Սրբազանի դեմ, ինչ որ ժամկետների առումով չկարողացան ներկայացնել միայն Չնայած իրենց պարագայում դա ինչ որ օրինաչափ է, ես կարծում եմ, հատկապես առողջապահության նախարարի հետ կապված, որովհետև նորից մամուլում շատ են շրջանառվում իր ամուսնու հետ կապված լուրերը, որ որոշակի աղանդի ներկայացուցիչ է, Դե պետք չի զարմանալ, որովհետև այս իշխանությունների օրոք, այս կործանարար իշխանությունների օրոք մենք ուրիշ, այսպես ասած, սպասելիք չունենք Դե ինչ երևի թե այսքանով ավարտենք մեր ոդկասթը առաջին, շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ, եղեք առողջ և տեղեկացված, լայքեք և կոմենտներ թողեք, շնորհակալություն